Ատենք մի հատ գնում է էլի ուսուցիչը, խոսենք հետ կվերադառնանք։ Ներողություն դուք եք այդ այսպես աղմուկ հավաքած չեմ հանել, անկեղծ եմ ասում, մի ձեռքը ծապ կտա, ոնց կարող է մի ուսուցիչը, որը գիտի, որ ինքը հարվածի թիրախում է, բան անի, դա կազմակերպվել է վերևների ղեկավարության կողմից, բոլորով մեկը մեկին պաշտպանելով մեղադրում են մյուսին։ Ես փոխաբերական գլորել գցել փոսը, ինչպես կարողանալ հարվածել անմեղ ուսուցչի, ուսուցիչ, որը հոդվածների հեղինակ է, ուսուցիչ, որը ունի 2 տարակարգ, ուսուցիչ, որը ճանաչվել է լավագույն, աշխատում է, իմ դեմ կազմվել է սուտ, ես չեմ ստում, փաստերը ես կարող եմ ցույց տամ։ Դուք հենց հիմա զրպարտում եք։ Կազմակերպվում է իմ դեմ։ Ձեր դեմ կազմակերպում։ Խաբության նոխազ ես չեմ արել, ես եկել եմ, գրավոր եմ ստուգում, 3 ամբողջ ժամանակ ծամոն։ ծամոնը ունի հիգենիկ նշանակություն, իմ կոկորդը ցավում է։ Գիտեք ինչ, գնացեք, ես հոգեկան չեմ, բայց ձեզ այ հենց հիմա դուք հոգեկան ես հոգեկան չեմ, դու ինքդ ես հիվանդ, թողեք ես իմ զրության, դու ես ինքը այ հարձակվել ես դու, խոսում ես դու, Ես ներողություն եմ խնդրում մեզ դիտողներից տալի լրագրողներին։ Դուք ինչու եք սխալ ինֆորմացիա տալիս լրագրողներին։ Հենց հիմա դուք զրպարտում եք մեր ուսուցիչներին։ Մեր ուսուցիչներին չեն արել ձեզի, կարակ ասեք։ Ասեք տենամ ինչ են արել ուսուցիչները։ հասկանաք կներեք, հեսա հերթով էլի, հերթով Արցախցին Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ, անկեղծ եմ ասում, որ Արցախի բնակչության դեմ եղերն են արել։ Ես մի բան էլ ասեմ, ես երբեք ուսուցչին միշտ ասել եմ, որ դա սուրբ էակ է։ Ես իմ աշխատանքային ընկերներին չեմ գցել։ Պարզապես մարտ ամսին կազմակերպեցին 5 ժամ դասանելուց հետո կազմակերպել են առանց պատճառը ասելու, դավադրաբար չգիտեմ ինչու աշխատողին հեռացնում են, հետո վերականգնում են աշխատանքի ու կազմակերպվում են նորից այնպես, որ ուսուցիչը թողնի դպրոցը։ Ինձ տնօրենը ասում էր, այնպես եմ անելու, որ դու իմ դպրոցը քո կամքով թողնես։ Ես ասել եմ միայն իմ դիակի վրայով։ Միշտ երեխաների հանդեպ սերը ինձ բերել է դպրոց։ Ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում։ Սովորացնում են։ Ներեք երեխաներին ասել եք թուրք, դա վիրավորանք է։ Ես ոչ մի երեխայի այդ բառերը չեմ ասել, անկեղծ եմ ասում։